Խնամված լինելն է Չերչինյան Cosmetics։ Բարևիմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Մեդինֆորմն է եթերում եւ այսօր մայիսի 12-ն է Լնդի միջազգային օրը։ Թեման շատ հետաքրքիր է այն առումով, որ առողջական շատ խնդիրներ, ասես երկրորդ պլան են մղվում հաճախ, անտեսվում են, այնինչ դրանք հենց առաջնային պլանում պետք է լինեն, քանի որ առանցքային դեր ունեն մարդու առողջության պահպանման գործում։ Եվ դրանցից մեկը հենց լնդերի առողջության պահպանումն է։ Այսօր հատկանշական այսօրը ես սիրով զրուցելու եմ եկել Հայաստանի պերիոդոնտոլոգիայի ասոցիացիայի նախագահ պերիոդոնտոլոգ Լուսինե Հարությունյանի հետ եւ խոսելու ենք հենց այս թեմայի շուրջ։ Բարև բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ Մեդինֆորմի զրուցակիցն եք։ Շատ շնորհակալություն ձեզ, որ առիթ ունենք խոսելու այս կարևոր թեմայի մասին։ Այո, եւ եւս մեկ անգամ բարձրաձայնելու, թե որքանով է լնդերի առողջության պահպանումը կարևոր, այ հենց բերանի խորոչի համար, ատամնաշարի համար թվում է ավելի կարևորը հենց ատամներն են, սակայն հենց ամեն ինչ գալիս է լնդերի առողջությունից, այո։ Խնդրեմ ներկայացրեք նախ ինչը այսօր աշխարհում ստեղծվել որպես լնդերի առողջության պահպանման օր, ինչ նպատակով է ստեղծվել։ Հենց այն նպատակով, որ ոչ միայն ատամներն են կարևոր, ինչպես դուք նշեցիք, այլ ատամի կյանքի որակը պահպանելու համար շատ կարևոր է նաև առողջ լինդ ունենալը։ Եվ պատկերացրեք, արդեն քանի տարի միջազգային ասպարեզում, տարբեր երկրներում նշվում է այդ օրը որպես լնդի առողջության օր, բարձրացնելով մարդկանց տեղեկացվածությունը այս խնդրի կարևորության մասին։ Մենք սկսել ենք նշել դա 2019 թվականից։ Հայաստանում, այո։ Աշխարհում ավելի վաղ է դա։ Աշխարհում ավելի վաղ Եվրոպական պերիոդոնտոլոգների ֆեդերացիայի նախաձեռնություններ դա եւ այդ գաղափարի շուրջ միավորվեցին շատ երկրներ, ինքը կայծակնային տարածվեց այդ գաղափարը եւ բոլորը սիրով բավական ակտիվ մասնակցում են այդ միջոցառմանը։ Այն միջոցառման շրջանակում երևի թե տեղեկացում եք նաեւ տրվում, այո, շատ հարցերի շուրջ, որոնք մենք երևի թե չգիտենք, դուք մասնագետներդ գիտեք։ Խնդրեմ նշեք դրանցից ամենաառանցքայինը, ինչպես պետք է ուշադիր լինել լնդերի նկատմամբ եւ ինչն է առհասարակ կարևոր լնդերի առողջության պահպանման գործում։ Լնդի առողջության պահպանման գործում կարող է դա շատ այսպես տարական թվա, բայց շատ կարևոր է անհատական հիգիենան։ Հիմա մենք ունենում ենք տարբեր պացիենտներ, որոնք աղ իրենց զարգացվածության աստիճանից, բայց բացարձակ ուշադրություն չեն դարձնում բերանի խորոչի անհատական հիգիենային։ Եվ այդ փոքրիկ վարքագծի շեղումը կարող է բերել հետագայում լուրջ խնդիրների, ընդհանուր մինչև ատամների կորուստ։ Պատկերացրեք, ամբողջ օրվա ընթացքում 24 ժամ եթե վերցնենք, ընդհանրապես միջինացված 5 րոպե անհրաժեշտ, որպեսզի իրենք առողջ կարողանան պահպանել իրենց լնդերը, հետևաբար նաև ատամները։ Այո, կնշեք այդ 5 րոպեմ ինչ քայլեր պետք է կատարել։ Միգուցե յուրաքանչյուրը սկսում է դրան շատ խիստ ուշադրություն դարձնել։ Շատ կարևոր հարց է իրականում, ուրեմն 5 րոպեն բաժանենք երկու մասի։ 2 րոպեն ու 5 րոպե մի քիչ ես կարող շատ ասեցի, նայած ինչ խնդիր ունի պացիենտը։ 2-3 րոպե միջինում, այսինքն առավոտյան 2-3 րոպե, երեկոյան 2-3 րոպե, եւ շատ կարևոր է այստեղ ոչ միայն ատամների երևացող մակերեսի եւ լնդի մաքրումը, այլ նաեւ միջատամնային տարածության մաքրումը։ Եվ հենց խնդիրները դա լինի լնդի բորբոքում, թե լինի կարիես եւ այլն, հիմնականում սկսում են հենց միջատամնային տարածությունից։ Այսինքն սկզբից պետք է մաքրել ատամների միջև եղած տարածությունը, այնուհետև անցնել մնացած մակերեսների մաքրմանը։ Նախքան ատամների մաքրելը նկատի ունեք, այո, թելերով կամ թելերով, հատուկ հարմարանքներ կան, կոչվում են միջատամնային խոզանակներ, կան լրացուցիչ աքսեսուարներ, կոչվում են իրիգատորներ։ Այս ամեն ինֆորմացիան շատ անհատական է տրվում, կախված պացիենտի բերանի խորոչի առանձնահատկություններից կամ ինչ ենթադրեն կոնստրուկցիաներ է կրում, կարող է լինի օրթոդոնտիկ սարքեր, կարող է լինի կամրջաձև պրոթեզներ, իմպլանտներ եւ այլն։ Ըստ այդմ մաքրման տեսակը տարբերվում է։ Այո, իհարկե, դրա համար ինքը կոչվում է հենց անհատական հիգիենա, այդ անհատական բառն էլ հենց դա է նշանակում։ Լուսնե, մշտապես հետևելով այս պարզ կանոնին, կարելի է խուսափել մի շարք խնդիրներից, թեկուզ ատամների հետ կապված։ Իհարկե, կարելի է խուսափել գինգիվիտներից, լնդի բորբոքումից, դրա բարդացումն է պարադոնտիտը կամ պերիոդոնտիտը, որ մենք սովորում ենք ասել, կարելի է խուսափել նաև կարիեսների այսպես բազմակի զարգացումից։ Իհարկե, գենետիկ ֆակտորը եւս նշանակություն ունի։ Հիմա պացիենտներ կա, որ բողոքում են, ասում են, օրինակ, իմ տատիկը կամ պապիկը ատամները չի մաքրել, ինքը ոչ մի խնդիր չի ունեցել եւ այլն եւ բողոքում է ինչի է իր մոտ այս խնդիրը։ Մտածում են կարող է իրենք էլ
պետք է ատամները չմաքրեն եւ խնդիրը կվերանա, բայց այստեղ պետք է հասկանալ, որ գենետիկան իր ազդեցությունն ունի, բացի նրանից սնունդը, ինչ սնունդ ենք մենք ընդունում, եւ դրա հետ մեկտեղ եթե լինի նաեւ չմաքրելը, դա կարող է կատաստրոֆիկ արդեն հետևանքներ ունենալ։ Այո, հետաքրքիր է կոշտ սնունդն է ավելի լավ լնդերի ամուր լինելու կամ առողջ լինելու համար, թե փափուկ։ Կոշտ սնունդը ավելի լավ է այն առումով, որ ինքնամաքրման process-ն է լինում, հա, այսինքն ատամների մակերեսների վրա որ հավաքվում է սննդի մնացորդները, կոշտ սնունդը նպաստում է ինքնամաքրմանը։ Լնդի առումով դա առանձնապես ազդեցություն չի թողնում, բայց հենց զուտ ատամների ինքնամաքրմանը նպաստելու համար դա իհարկե էֆեկտիվ է։ Բացի դրանից հիմա մեր սննդակարգում շատ հարուստ է թե արագ յուրացվող, հա, գլյուկոզայով սնունդը, դա մակարոնեղեն, ֆաստ ֆուդերը եւ այլն։ Իրենք միկրոբների համար հրաշալի միջավայր են ստեղծում, կայունանալ, բազմանալ եւ իհարկե հարուցել թե լնդի բորբոքում եւ թե կարիես։ Այո, խնդրեմ նշեք այն հիվանդությունները, որոնք կարող են առաջանալ լնդերի ոչ ճիշտ խնամքի հետևանքով։ Կարող է լինել տեղային խնդիրներ, ինչպես նաև դա ազդում է ընդհանուր օրգան համակարգերի հիվանդությունների վրա։ Օրինակ, եթե սկսում է լինդը բորբոքվել, հա, մի քանի օր տվյալ անհատ ատամները չի լվացել եւ սկսում է լնդի բորբոքումը։ Կարող է լնդի բորբոքումը ընթանա անցավ, դա հենց այն ամենաառանցքային պահը, որ պետք է ուշադրություն դարձնել եւ երկարատև ընթացքով ուրեմն ունենանք ախտաբանական process, գինգիվիտը խորանա դառնա պերիոդոնտիտ, որը հետագայում արդեն հանգեցնի ատամի կորստի եւ այս ընթացքը կարող է տևի տասնյակ տարիներ, բայց պացիենտը որևիցե կասկած չունենա դրա մասին, դա հիմնական մեր խնդիրն է, որ ուզում ենք հասցնենք հասարակությանը, որ եթե կա թեթև ինչ որ նշաններ, օրինակ լնդի քոր, հա, կարող է ծիծաղելի թվա, կամ ասենք պացիենտը դիմել է բժշկի, ասում է լնդի քոր ունեմ, կարող է դա առաջացնի ծիծաղ, ասենք պացիենտի մասին մտածեն, որ այդ մարդը օրինակ adekvat չի ներկայացնում խնդիրը, բայց դա լինի գինգիվիտի առաջին նշանը։ Դա անտեսվում է տարիների ընթացքում արդեն դա բերում է լուրջ խնդիրներ։ Այ հետաքրքիր է, կան խնդիրներ, որոնք անդառնալի են արդեն լնդերի ախտահարվածության դեպքում։ Ցավոք սրտի կան, եթե դիմում են ուշ, արդեն երբ որ կլինիկական նշաններն ի հայտ գալիս, ատամի բավական արտահայտված շարժունություն, այս պարագայում հաճախ մենք ի վիճակի չենք լինում փրկել։ Ճիշտ է, մեթոդները բավական զարգացել են, հա, ասենք ունենք մինիմալ ինվազիվ վիրահատական եղանակներ, թե փափուկ հյուսվածքների, թե ասենք ոսկրային հյուսվածքի ավելացման, բայց պացիենտներ ունեն գալիս են արդեն բաց թողած վիճակում, որ էլ ոչ մի գործիք, ոչ մի եղանակ հնարավոր չի վերականգնել կորսվածը։ Օրինակ, որ դեպքում է, որ հնարավոր չի։ Եթե չափից դուրս մեծ շարժնություն, այսինքն ատամը բոլոր ուղղություններով շարժվում է, նույնիսկ վերև ներքև կարող է այսպես բարձրանալ իջնել, լնդերի խնդիրից ելնելով։ Այ նման հարց ինձ մոտ առաջացավ։ Հիմնականում լնդերի խնդիրները բխում են ատամների խնդիրներից, թե հակառակը ատամների խնդիրներն են ծագում ոչ առողջ լնդերից։ Իրենք մեկը մյուսի հետ շատ համակցված են ու ինչն է հետաքրքիր, հա, այսպեսի դիտարկում կա, որ եթե պացիենտի մոտ ատամներ, ասենք կարծր հյուսվածքների խնդիրներն են շատ, իրենց մոտ լնդի խնդիրները այդքան էլ արտահայտված չեն լինում եւ հակառակը պացիենտներ ունենք, որ իրենք ատամը եթե վերցնենք որպես կարծր հյուսվածք, ինքը իդեալական կարող է տեսք ունենա կառուցվածքները, բայց լնդի խնդրի պատճառով ինքը այդ ատամները կորցնում է։ Եվ իհարկե կարող է լինի համակցված, ասենք ատամի կարիեսը կարող է բերի շրջակա հյուսվածքի բորբոքման։ Հետաքրքիր որպես մասնագետ ինչպես է գնահատում այ առողջ ծննդակարգը շատ հիվանդությունների դեպքում ասես կարևոր գործոնն է, կարևորագույն նույնիսկ գործոնն է։ Լնդերի դեպքում որքանով է կարևոր ճիշտ ծնվելը։ Շատ կարևոր է իրականում, որովհետև այստեղ պետք է վիտամիններով հարուստ սնունդ լինի, վիտամին C-ն է շատ կարևոր, որը մասնակցում է կոլագենի սինթեզին։ Իսկ կոլագենը մեր օրգանիզմի շարքցական հյուսվածքի հենց կառուցվածքային նյութն է։ Այսինքն, եթե կոլագենի սինթեզը թերի է լինում, հա, մենք անոթների փխրունություն ունենք, անհնահոսություն է լինում շատ։ Բացի դրանից սննդակարգում վիտամին D-ի պարունակությունն է շատ կարևոր։ Նաև մնացած միկրոէլեմենտները իհարկե եւ կոշտ սնունդը եւս այստեղ շեշտենք, հա, որպես ինքնամաքրում, որպեսզի հետագայում մենք ասենք կարծր հյուսվածքներով պայմանավորված այդ շուրջը լնդի բորբոքումը չունենանք։
որոշ օրգանիզմում միկրոտարերի եւ վիտամինների բացակայության դեպքում իհարկե դա շատ հեշտությամբ լրացվում է հաբերի տեսքով, նշանակվում է մասնագետի կողմից, այն որ նշեցիք, որ կոլագենն է կարևոր, վիտամին D-ն է կարևոր, ըստ այդմ ուզում եմ հարցնել, որ կան վիտամիններ, որոնք լնդերի ախտարվածության դեպքում նշանակվում են։ Մենք պացիենտների հարցնում ենք պարտադիր, արդյոք ունեն իրենք վիտամին D-ի դեֆիցիտ, ինչպիսի սննդակարգ ունեն եւ իհարկե կարեւոր է ջրի ընդունումը։ Վիտամին D-ի հետ կապված մենք խորհրդակցել ենք էնդոկրինոլոգի հետ եւ մեր ասոցիացիայով ոդկասթեր ունեցանք այդ թեմայի շուրջ։ Հետարքին է, որ պետք է անպայման հետազոտել, քանի որ վիտամին D-ն մասնակցում է ոսկրագոյացման process-ին, ինքը ակտիվ էլեմենտ է այդ process-ում, շատ կարեւոր է իր քանակը որոշել։ Եվ ինչպես նշանակել, հա մենք արդյոք իրավունք ունենք, թե ոչ, ճիշտ է խորհրդակցել էնդոկրինոլոգի հետ, բայց ասում են, որ մինիմալ դոզաները կարելի է նաև ընդունել առանց էնդոկրինոլոգի հետ խորհրդակցել։ Վիտամին D-ի։ Վիտամին D-ի մասին։ Սակայն պետք է ստուգել, որքանով է։ Ճիշտը դա է, իհարկե, որովհետև անբավարարության տարբեր աստիճան է լինում է իսպառ բացակայություն, լինում է անբավարարություն եւ լինում է այսպես բավարար քանակ։ Եթե նորմայի սահմաններում է, սակայն ներքին սանդղակը, այս դեպքում ինչ կարծիք ունեք որպես մասնագետ։ Այս դեպքում եթե լնդի խնդիր կա, այսինքն ունենք ոսկրի նաև դեֆիցիտ, հա, տեսնում ենք ակտիվ այսպես բորբոքային process է գնում, խորհրդակցելով որոշում ենք, որ կարելի է ցածր դոզաներով նշանակել։ Եվ քանի որ այսօրը շատ խորհրդանշական օր է եւ դուք միշտ մեր հաղորդման շրջանակում շատ կարեւոր եւ հանրությանը հետաքրքրող թեմաներ եք արձարծում, ուստի այսօր խորհուրդը անհրաժեշտ է ձեր մի քանի պարզ քայլ լնդերը առողջ պահելու համար եւ նաեւ ձեր կողմից այդ հորդորը խնդրեմ հեռուստադիտողին, որ լնդերը նույնպես ուշադրության հոգացության կարիք ունեն։ Իմ խորհուրդը այսօրվա հետ կապված, որպեսզի անհատական հիգիենան չզլանան եւ իրականացնեն ընդամենը 24 ժամվա մեջ, ընդամենը իրենցից պահանջվում է մաքսիմում 5 րոպե, որպեսզի կարողանան առողջ պահպանել բերանի խոռոչը եւ դրանով պայմանավորված նաեւ ամբողջ օրգանիզմի առողջությունը։ Եվ մյուս կարևոր խորհուրդը, որ չնչին նշանների դեպքում անպայման դիմեն ստոմատոլոգի։ Կարող է լինի դա քոր, կարող է լինի տհաճ զգացողություն, տհաճ հոտ, այս ամենը դա առաջի ազդանշանն է, որը օրգանիզմը ասում է կա խնդիր։ Լուսնե հետաքրքիր է իմպլանտացիոն ատամներ կրելուց հետո որքանով են լնդերը ձևախեղվում, թե դրանք հենց այնպես են մնում, ինչպես սեփական ատամի դեպքում։ Իմպլանտների շուրջ լինդը բավական փխրուն է, ինքը այլևս այն կապերը չունի, ինչ որ կար ատամի շուրջ, սակայն հնարավոր է առողջ պահպանել իմպլանտի շուրջ լինդը։ Լինդը բայց պետք է լինի բավարար հաստության։ Այսինքն իմպլանտը տեղադրելիս բժիշկը, վիրաբույժը, իմպլանտոլոգը պետք է նախապես ստեղծի բավարար հաստության լինդ, որպեսզի այդ լինդը իր հաստության շնորհիվ կարողանա դիմակայի թեթև տրավմաներին, հա, սկսած կորսոնը ընդունելուց, խոզանակելուց եւ միկրոբային այդ ազդեցությունից։ Խոզանակելիս լինդը նույնպես պետք է խոզանակով մաքրվի։ Այո, անպայման, դա է շատ կարևոր հարց է։ Խոզանակելիս մազիկների մի մասը պետք է հենվեն ատամի վրա, մյուս մասը լնդի վրա։ Այսինքն խոզանակելիս մենք համ մեխանիկորեն հեռացնում ենք փառը ատամների վրայից, նաև իրականացում է լնդերի մերսում, որը նպաստում է արյան շրջանառության լավացմանը եւ լնդի առողջության պահպանմանը։ Այո, շնորհակալ եմ եւ վերջում մեր հեռուստադիտողին ուղղելու ինչ հորդոր ունեք։ Հորդորս, որպեսզի լինենք առողջ եւ չհանտեսենք բերանի խոռոչի առողջությունը, որովհետեւ մեր ամբողջ արտաքին գեղեցկությունը ոչ այլ ինչ է, եթե մենք չունենք գեղեցիկ առողջ շպիտ։ Շնորհակալ եմ շատ կարևոր ինֆորմատիվ հարցազրույցի համար։ Շատ շնորհակալ եմ։ Եվ նաև իհարկե բոլոր պերիոդոնտոլոգներին իդեմս ձեր շնորհավորում եմ այսօրվա կապակցությամբ, քանի որ հենց այսօրն է, որ ձեր բոլոր ջանքերը ասես իրականացվում են, ցույց են դրվում նաև։ Այո, շատ շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտող, եւս մեկ կարևոր օր, օրացույցի վրա մայիսի 12-ը լնդերի առողջության միջազգային օր։ Եթե միջազգային օր, ուրեմն դրա անհրաժեշտությունը հույժ եղել է եւ պերիոդոնտոլոգների նպատակն է ձեր ուշադրությունը սևեռել ոչ այնքան արծարծված մի կարևոր խնդրի վրա, որից էլ բխում է բերանի խոռոչի ատամնաշարի առողջությունը։ Այնպես որ վստահ եմ այս խորհուրդները եւ այս ինֆորմացիան ձեզ անհրաժեշտ եղան։ Ես զրուցում էի Հայաստանի պերիոդոնտոլոգների ասոցիացիայի նախագահ պերիոդոնտոլոգ Լուսինե Հարությունյանի հետ։ Այսօր այսքանը, հետևեք Medinform-ին, մենք կհանդիպենք։ Ինչ ջրեք։
ջուր խմելու ժամանակն է։ Ողջույն առողջ սպորտի էջի բոլոր սիրահարներին, այսօր խոսելու ենք բոքսի ոչ թե որպես մարտարվեստ սպորտաձևի մասին, այլ հենց բոքսի մարզումների ժամանակ օգտագործելու օգտակարության մասին։ Այն ոչ միայն մարտարվեստ է, այլև որքան էլ զարմանալի է հոգեկան առողջությունը նաև պաշտպանելու, պահպանելու հզոր միջոց, թե ինչպես նաև ֆիզիկական։ Այն օգնում է մի շարք գործոններով։ Նախ եւ առաջ այն սիրտանոթային հիվանդությունների կանխարգելման հրաշալի միջոց է։ Շնորհիվ ինտենսիվ թռչկոտումների եւ հարվածների այն ամրացնում է սրտմկանը։ Այն շատ լավ զարգացնում է կոորդինացիա եւ ռեակցիա, քանի որ մարզվելիս եւ պաշտպանվում են եւ ասես ինտենսիվ հարվածներ են հղում եւ այս առումով արագ մտածելու եւ արագ կողմնորոշվելու ունակությունն է ակտիվանում եւ զարգանում մարդու մոտ։ Ինչպես նաև այն մարզում է բոլոր մկանային խմբերը, ձեռքերը, ոտքերը, որով այն միաժամանակ այնպես որ այն հրաշալի մկանային զարգացնող սպորտաձև է համարվում։ Ինչպես նաև պետք է նշել բոքսով պարապելու եւս մեկ առավելություն։ Այն շատ բարձր կալորիաներ այրող մարզաձև է։ Այնպես որ բոքսով մարզվելիս հավատացեք կորցնում եք ավելի շատ կալորիաներ, քան գտնվելով մարզասրահում եւ կատարելով տարբեր վարժություններ։ Իհարկե, շատերին այն թվում է դժվար, սակայն երբ սկսում ես մարզվել, հասկանում ես, որ բավականին հեշտ է եւ աստիճանաբար այդ ծանրաբեռնվածությունը բարձրացնելը շատ օրինաչափ է ու նպաստում է նրան, որ ասես հոգնածություն չես զգում։ Ինչ մենք տեսնում ենք, թե ինչպես է մարզվում մարզիկները բոքսով եւ ես նշեցի այսօր դրանց առավելությունը։ Հիլ սպորտային համալիրում եմ գտնվում, իսկ այստեղ նախատեսված է նահայցի երկու բոքսի համար պարապելու համար նախատեսված տանձիկներ, այնպես որ կարող եք այցելել եւ մարզել բոլոր ձեր մկանային խմբերը, ունենալ ճիշտ ռեակցիա եւ ամուր առողջություն։ Ինչպես նշեցի, հոգեկան առողջությունը նույնպես շատ մեծ պահպանություն է գտնում բոքսով մարզվելիս։ Այն սթրեսի նվազեցման հրաշալի տարբերակ է։ Բոքսը օգնում է ազատվել կուտակված լարվածությունից։ Ինքնավստահության աճ, նոր հմտությունների ձեռքբերումը բարձրացնում է ինքնագնահատականը։ Կարգապահություն եւ կենտրոնացում։ Մարզումները պահանջում են կարգուկանոն եւ ուշադրություն։ Ինչին ուշադրություն դարձնել բոքսով մարզվելիս։ Կարևոր է ճիշտ տեխնիկա սովորել վնասվածքներից խուսափելու համար։ Անհրաժեշտ է օգտագործել պաշտպանիչ ձեռնոցներ, գլխարկ եւ այլն։ Լավ է սկսել փորձառու մարզչի հսկողությամբ եւ բոքսով մարզվելու հիմնական տեխնիկան է։ Այն հիմնականում ընդգրկում է 10-ից 15 րոպե, պետք է սկսել կանգնած դիրքից, ձեռքերի պաշտպանական դիրք գրավելուց, հիմնական հարվածներից, ջեբ կոչվում է առաջին ձեռքով եւ քրոս հետևի ձեռքով։ Հարվածային աշխատանքները տևում են 15-ից 20 րոպե, ֆիզիկական վարժությունները 15 րոպե։ Սկսում ենք հրում վարժությունից, այնուհետև նստում կանգնում, այնուհետև որովայնի վարժություններ եւ արդեն կարելի է անցնել բոքսին, այսինքն անպայման պետք է նախքան պարապմունքներ սկսելը ֆիզիկական թեթև տաքացնող վարժություններ կատարել։ Ես այսօր ելնելով այն հանգամանքից, որ գտնվում եմ աշխատելու ընթացքում, իհարկե չմարզվեցի, սակայն սիրով միշտ կատարում եմ բոքսի վարժությունները, փոքր-ինչ պարապում եմ դրանով, իհարկե ոչ շատ ինտենսիվ, ոչ ամենը, սակայն երբեմն այն պարզապես հրաշալի է։ Պարզապես պետք է ընտրել ճիշտ ձեռնոց եւ ճիշտ մարզիչ։ Դե ինչ, դրա ժամանակ առավել եւս ծարավելու եւ ջուր ընդունելու անհրաժեշտությունը առաջանում այնպես, որ ֆիքս ջրերը շատ հարմար են սպորտի ժամանակ օգտագործելիս, քանի որ եւ հարստացված են տարբեր միկրոէլեմենտներով, ինչպես նաեւ դրանք իոնիզացված են, ալկալիացված են եւ մարզվողների համար հրաշալի եւ ամենանախընտրելի տարբերակն են ֆիքս ջրեր, ջուր խմելու ճիշտ ժամանակն է յուրաքանչյուր մարզվելիս։ Կարևորը խնամված լինելն է, Չերչինյան Cosmetics։